Պարզերևում է մի շարք վարչական շրջաններում գերազանցումներ ունեն։ Սրանք Հայհիդրոմետի վերջին օրերին իրականացրած մշտադիտարկումների արդյունքներն են, ըստ որին Ուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի եւ դրան հաջորդող օրերին մայրաքաղաքի մի շարք հատվածներում գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ։ Սրանք բոլոր վարչական շրջաններն են, որտեղ ունեն գերազանցումներ։ Գերազանցումներ են ունեցել Շենգավիթ, Կենտրոն, Նոր Քանաքեր, Զեյթուն, Աջափնյակ։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիան հոկտեմբերի 9-ին է գրանցվել։ Կենտրոնում Նորնորքում, Շենգավիթում, Արաբկիրում փոշու օրական կոնցենտրացիան սահմանային թույլատրելիս 1.4-ից 4.7 անգամ ավելի է եղել։ Ամենաբարձրը գրանցվել է Շենգավիթում եւ Նորնորքում։ Այդ երկու դիտակայաններում, մնացած դիտակայաններում եւս ունեցել են գերազանցումներ, բայց բարձրը դիտվել են այդ երկու դիտակայաններում։ Նուբարաշեն աղբավայրին հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշարիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-ից 12 ընկած ժամանակահատվածում դիտվել է ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից։ Մինչև 3.7 անգամ մնացած քաղաքի մնացած հատվածներում, հատկապես Նորնորքում, Արաբկիրում ունեցել ենք կրկին ծծմբի երկօքսիդից գերազանցումներ։ Նշվածս բոլոր աղտոտիչները մարդու առողջության համար վնասակար են։ Երևանի շինհրապարակներում քաղաքապետարանի տեղադրած օդի որակի չափման սարքերը նույնպես աղտոտվածության աճ են արձանագրել։ Պատասխանատուները նշում են, սակայն, որ աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել հրդեհի հաջորդ օրը։ Կապված էր օդային զանգվածների հոսքի եւ քամու ուղղության հետ, որը ամբողջ այդ ծուխը տեղափոխում էր քաղաքից հակառակ ուղղությամբ, իսկ հաջորդ օրը արդեն շաբաթ առավոտվանից սկսվեց մեր մոտ նաեւ արձանագրվել ցուցանիշների ավելացում, քանի որ քամու ուղղությունը փոխվեց եւ այդ ծուխը լցվեց քաղաքի այս ցածրադիր հատվածներում, Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի այդ հատվածներում եւ մեր սարքերը եւս արձանագրեցին ցուցանիշների ավելացումներ, եթե ամբողջ ամսվա ընթացքում օդի որակի ինդեքսը գտնվում էր 50-ից 60 միջակայքում, այսինքն չափավոր աղտոտվածության սահմաններում, այդ ժամերին ցուցանիշները միջին ցուցանիշը կազմում էր արդեն 100-ից ավել, 110, 105։ Օդի աղտոտվածության մակարդակը հաջորդող օրերին աստիճանաբար նվազել է։ Այժմ այն չափավոր է աղտոտված։ Ըստ նախնական գնահատականների Նուբարաշենի վերջին հրդեհը ոչ թե ինքնաբռնկում, այլ բիտումնավոր բռնկում էր։ Հստակ քայլեր են ձեռնարկում հետագայում նման խնդրից խուսափելու համար։ Խստացվել է հսկողություն աղբավայրում, այս պահին իրականացվում են արգելափակոցների տեղադրման, լուսավորության սյուների տեղադրման եւ տեսախցիկների տարածքում տեսախցիկների տեղադրման աշխատանքներ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում մնալ փակ տարածքներում, փակել դռները ու պատուհանները եւ խուսափել բացօթյա ֆիզիկական ակտիվությունից։ Արտաքին միջավայրում գտնվելիս ցանկալի է կրել պաշտպանիչ դիմակ։ Քրիստինե Թորոսյան, Արամ Հարությունյան, լուրեր։